Գնացել է Սյունիք, ասում է Սյունիքը մերն է ու վերջ։ Դե ինչ ասեմ։ Գիտեք ժողովուրդ, բան չունեմ ասել, էլի։ Սենց նայում եմ մեր ընտրական դաշտը։ Ես ճիշտ ասած ձեր տեղը ինձ վատ եմ զգում։ Իրականում ես դե շանս չկա այս պահին, որ ես կամ ընտրություններին մասնակցեմ, բայց ես դրվեմ ձեր տեղը։ Որ ասում է, մի հատ ընկեր ունեի, ինչ ասում էր պապայի արև։ Դե դնվեմ ձեր տեղը։ Այ ախպեր ջան։ Սենց նայում ես, այս մեկը սաղ հանձնում է, ամեն ինչ հանձնում է։ Մյուսները չեմ հասկանում գաղափարախոսությունը, չկա գաղափարախոսություն, կան անձեր, ու մենք ասում ենք, էսի լավ մարդ է, էնի վատ մարդ է, մենք տենց ենք ընտրություն կատարել։ Մենք 15 համարն ենք, կարդացեք մեր գաղափարները, կարդացեք ինչ է գրված, ինչ ենք ուզում անենք, որ այս վիճակից ելնենք, կինոներ կա, չէ, որ մեկը գալիս է այդ շախը, մեկը դեմը, մոյ վիլիկի, մոյ բան, այդ Նիկոլն է, են, Սեմագուշի, նայմուդրեշի, ձեր ամենակարողը, դուք ամենախելոքը, ինք այդ ձև թուրքերին է վերաբերում, նայեք այդ կինոները, չոք է չոք, խալին փռելով, ասում եկեք կապեպեմ խալի փռենք, թուրք է գալի, ինչ ասեմ, ախպեր զարմացած եմ, ու դուք գնաք դրան ընտրեք, ժորդ մի բար ասեմ, եթե մենք հայրս հիմա ընտրենք Նիկոլ Փաշինյանին, ուրեմն մենք չենք կարող լինենք պետություն, այն ինչ որ ինքը արել է, դա չի ներվելու պատմության մեջ, ու ով որ հիմա գնում է իրան ընտրի, շատ մեծ սխալագործում, ավելի լավ է գիտեք ինչ, մեր Հայաթի շանը ընտրեք, քան իրան, օգուտ ավելի մեծ կլինի, գոնե շունը մոտետանուց, գոնե թշնամու վրա, գոնե հաչում է, ասում եմ, իրա տեղը ընտրեք մեր Հայաթի շանը ավելի լավ կլինի, մեր վիճակը, թող մերն ես անձնական վիրավորանք չեմ տալի, չեմ էլ համեմատում, ինչ որ մեկին ասենք, նույն Նիկոլին շան հետ չեմ համեմատում, չէ, դեր ասված, պետք չի ինձ դա, բայց մեր Հայաթի շունը հաչում է անծանոթ և հակառակորդի վրա, իսկ եթե հարցակվի, հարցակվում կծումը, մեզ այսօր ավելի շատ այդ շունն է պետք, քան Նիկոլ Փաշինյանը,